ոնց եմ ես գործը գլուխ բերելու։ Դու ինչ ես անում ստեղ։ Բա մենակ էիր ուզում անեի սա, անգիրս եկել եմ փոխնել։ Մտածում եք քեզ մենակ ենք թողնելու։ Ոնց կարելի դու տենց բան մտածել։ Հատակի իմ վրա է։ Դե ես պատուհանները կդվանեմ։ Հով, այդ չեղավ։ Էդ էր մնացեք քեզ չգտած կորցնեմ։ Դե նկատի ունեմ, որ դու մեր դասարան ուշ ես եկել, հետո այն վթարի պատմությունը բան դասի չէր գալիս, հիմա պատուհանը լվանալուց ընկնի, դասի էլի չգա ախպեր, չէ, համաձայն չեմ։ Էրիկ ինչ ված բաներ է մտքովդ անցնում։ Ինչի պետքա պատուհանից ընկնեմ։ Դե այդ կարևոր չի, բայց համաձայն չեմ դու պատուհան չես լվալ։ Ախպեր, ինչքան դժվար բան կա, կարաք ինձ տակ, որովհետև այս ամեն ինչի մեղավորը ես եմ։ Եթե ես չասեի Ֆարադեյը սուր ալերգիա ունի, սենց բան չէր լինի։ Դե կարևորը Ֆարադեյին լուրջ բան չի եղել, մնացածի տակից է դուրս կգանք։ Դե լավ եկեք գործի անցնենք։ Ես պահարանների փոշիները կմաքրեմ։ Ուրեմն դասասեղաններն են իմ վրա։ Ժողովուրդ, չենք եկել խոսանք, կապեք գործին լավ դավայ։ Հա, Նախշուն ջան, դու մի նեղվի, որ չես հասցնում ես հյուր գաս։ Հասկանում եմ, աշխատանքից հետո հոգնում ես։ Հա։ Նսի մի օր ազատ լինես կհանդիպենք։ Դու կարևորը գործիդ հարմարվի։ Հա, լավ գործիդ եղիր։ Հաջողություն։ Նախշունը բարևում էր։ Անուշ, ասում եմ Նախշունը բարևում էր։ Հա, մամ ջան, գնար ես մտքերով էի։ Նոր բան է։ Էլ ինչ են արել տավազակները։ Դպրոցում ամեն ինչ կարգին է, դեռ։ Միքայելի մասին էի մտածում։ Ինչ ա եղել ասա։ Ասել էի, չէ, որ հայրը հարբեցող է։ Հա, հիշում եմ, ինչ-որ մի անգամ էլ հարբած դպրոց էր եկել, չէ։ Կասկածներ ունեմ, որ Միքայելի վրա ձեռք է բարձրացնում։ Իսկ ինչ ես ասում։ Դեմքին կապտուկներ եմ նկատել։ Հիմա էլ ձեռքներ վիրակապած։ Խեղճ տղա։ Բայց հաստատ այդպես, հա։ Դե գիտես տղա երեխա է, միգուցե երեխաների հետ վիճել, կռվել են։ Հայրը ոնց կարար նման բան անել։ Հավատա Միքայելի հայրը կարող էր։ Բա հիմա ինչ պիտի անենք։ Չգիտեմ, մի քիչ ավելի ուշ կգնամ կփորձեմ խոսել հետը։ Որ ասեմ մի գնա, մեկա չես լսել։ Գնա, բայց զգուշ եղիր։ Խմող տղամարդկանցից ամեն ինչ սպասելի է։
Մերսի հրավիրի համար, շուտվանից չենք հանդիպել։ Դրա համար էլ ուզեցի, որ դուրս գանք։ Դպրոցում չենք կարողանում նորմալ շփվենք, իսկ դասերից հետո էլ ոչ միտեղ չենք գնում։ Որ նայում եմ ուրիշ դասարանի երեխեքը ոնց են ընկերություն անում, հավեսս գալիս է։ Դե հա, մեր դասանում համախմբվածություն չկա։ Օրինակ 11-ի բն ամեն շաբաթ մի բան կազմակերպում է։ Մեկ կինո են գնում, մեկ թատրոն, իսկ մենք դաս տուն գրաֆիկով ապրում ենք։ Դե հա, մենք էլ պետք է հաճախ տենց բաներ կազմակերպենք, որ հետաքրքիր անցնի։ Հա, ճիշտ ես, մյուս անգամ ես եմ քեզ տեղ հրավիրելու։ Լավ, ես դեմ չեմ։ 1-2 հոգով կարող ենք հավաքվել, բայց դասարանով ընկերություն անել չի լինում։ Դե հա։ Լսի Մակ, հիշում ես այն օրը Միշոն ոնց էր կատաղել։ Ինձ թվում էր իրավիճակը ավելի կթեժանա, բայց չէ լավ էր, շուտ հանդարտվեց։ Զզվում եմ արդեն իր վեճերից։ Իրոք որ։ Բայց տեսնես Անին ինչեր այդ նկարները գցել իր էջ։ Չէր մտածում, որ Տիկոն կխանդեր։ Ամեն դեպքում իր ընկերն է, չէ՞։ Թե էլ ընկերություն չեն անում։ Կարող է կռվել են Մակ։ Ինչի համար է քեզ ուրիշի կյանքը հետաքրքրում։ Չեմ հետաքրքրվում։ Ուղղակի մի դասարանից ենք ու բոլորի իրադարձությունները մեր շուրջ են պտտվում։ Ինչ որ բաներ էի նկատել, ուզեցի խոսեմ հետդ, ուրիշ բան չկա։ Պարզա։ Դե իմ կյանքում այնքան խառն է ամեն ինչ, որ ես չեմ էլ հասցնում իմանամ, թե ինչ է կատարվում իմ շուրջ։ Օրինակ Միշոն ու Մարին հաստատ կռվել են։ Նկատել եմ, որ էլ իրար հետ չեն խոսում, իրար կողք չեն նստում։ Նույնիսկ ինձ թվում է, հենց այդ նկարների պատճառով են կռվել։ Կամ էլ կարող է ուրիշ բան կա։ Հաստատ չեմ կարող ասել։ Մարիաննը մի դուր, հա, զզվում եմ դրանից։ Արյանան իրա պատճառով երկրից գնաց։ Հենց ոտք գրեց մեր դասան, ամեն ինչ խառնվեց իրար։ Տեսնես Միշոն ինչա գտել դրա մեջ։ Արյանան 1000 անգամ ավելի լավն էր։ Բայ Էներիկը, որ իրա Շուշիով հիացած երջանիկի մարժպիտը դեմքին մանա գալիս։ Սուս, հա, համեն մեկից եմ զզում, համե իրա սուրբ ձևացող ընկերուհուց։ Երկուսին էլ ատում եմ։ Նենց եմ ուզում ոնց եկել են մեր դասարան նույն ձևեր գնան։ Ասում եմ լավ մաքրություն արեցինք, չէ՞։ Իհարկե, անզուգական մաքրություն էր։ Էլ կարող եմ ամայի հետ խոսած, դասերից հետո մենք մաքրություն անենք, բայց աշխատավարձով։ Չոփ, եթե ուզում ես փողի դիմաց մաքրություն անես, կարաս քլինինգ սերվիս բացես։ Համեն հիմա շատ ակտուալ է։ Ես էլ կօգնեմ։ Հետո որ գործերդ լավ անա, ինձ մի բան կտաս էլ։ Լավ բան ես մտածել։ Արժի, ես բիզնես պլանը կմշակեմ ու քեզ կասեմ։ Всё, պայմանավորվեցինք։ Երեխեք ապրեք շատ։ Այս իրերն էլ տանենք Տիկին Արփիկին տանք ու գնանք մեր տուն պաղպաղակ ուտենք։ Համել տանը մարդ չկա, լավ ժամանակ կանցկացնենք։ Իսկ այն համով տիրամիսուից կա։ Ոնց չկա։ Մամայի սիրած թխվածքն է, միշտ տանը կա։ Անտիր, արդեն դուրս գալիս է, որ Ֆարադեի հետ էս պատմությունն եղավ։ Ինձ կներեք, բայց չեմ կարակամ։ Ինչի։ Եթե Արարշեցյանի հարցն է, ես հիմա կզանգեմ, իրեն կզգուշացնեմ։ Չէ, Էրիկ, չեմ կարծում մաման դեմ կլինի։ Ուղղակի ինձ հարմար չի, գործեր ունեմ։ Օրով ոնց էի մոռացել, ու ես է գործ ունեմ, գիտես։ Պապան համբանա խնդրի անում, համը դրանից հետո պիտի գործի գնամ։ Այնա ասեք չեք ուզում մեր տուն գալ բարձրացնել։ Չախպերը չի չեմ ուզում, ես ոչ եմ խափում, իրոք գործ ունեմ։ Բայց հենց վերջացնեմ գործս, միանգամից ձեզ կզանգեմ, եթե հələ այդտեղ ելնեք, կգամ ձեր տուն։ Ես թռախվել, հաջողություն ձեզ։ Դե մենք էլ գնանք։ Դու կգաս, չէ՞ Շուշ։ Դե երևի, հա։ Всё, դե Մարի քեզնից է կնեղանամ, եթե չգաս։ Լավ, կգամ։ Բայց շուտ եմ գնալու, այդ ժամանակ չնեղանաս։ Չէ, այդ ժամանակ չեմ նեղանում։ Գնացինք։ Այս վեշերն էլ տանենք Արփիկի մոտ։
Աշխարհը ինձ նվիրել ինձ համար իմ քարավեարս թանկ է թանկ բարև տղա Ես ոնց որ շատ բարձր է, հա, տրամադրությունը տեսօր։ Զաթո քոնը ինչպես միշտ յախքը։ Ոչ ուրախանում ես, ոչ ինչ-որ բանից գոհ ես։ Մեկ կհուշես, ինչի վրա ուրախանամ, որ հերես ամեն օր խմում, հա։ Լակոտ ձենդ կտրի, մեկ դու, մեկ վաղամերիկ մերդ։ Ուրս մասին այդպես չխոսաս հանդարտ։ Ինչա, սխալ եմ ասում, էդ ընգերդ, որ էդքան փող կսվավ, մորդ տարավ Գերմանիա գիտես բուժվելու, հա։ Լավ չեր էդ փողերը բերեք տայք ինձ, մեկ կարգին գործի մեջ կդնեի։ Իմ մերը բուժվելու է ու ես դրանում համոզված եմ։ Հայ տենց հարիվ կմնաս է։ Դու տուն քաշիս, ինձ չքաշեցիր է, մի այսքան մարդկություն մեջդ չկարա։ Պապ, ախր դու ժամանակին սենց չէիր, ինչ եղավ քո հետ ես չեմ հասկանում։ Այ որ ասում եմ տոշտի մերդ ես։ Էն էլ էր, օրերով ոչ կուտեր, ոչ կխմեր կնստեր ու գլխից լեկցիա կկարդար, խրատներ կտար, մարդու տրամադրություն կփչացներ։ Պապ, դու գոնե զգում ես ոնց ես ուրիշներից հավասնում։ Ուրիշները կարևոր չեն։ Իսկ ես, գոնե ես կարևոր եմ։ Ավելի ախպոր պես։ Այդ փողը վեկալ, գնային ներքևի խանութ, որ ասել ես հորս պարտքով արաղ չտաս։ Այ գնա քո ձեռով, այն ամենաթանկ արաղը վերցրու արի։ Չեմ գնալու, պապ։ Էրիկ կյանքում չէի պատկերացնի, որ դու մուլտֆիլմ ես նայում։ Քնելուց առաջ պարտադիր պետք է նայեմ։ Մանկությունից եկած ռեֆլեքս է։ Մանավանդ Վինի Թուխը շատ եմ սիրում։ Չեմ հավատում։ Մենակ չասես դու էլ ես շատ սիրում։ Տենցա որ կա։ Էրիկ շատ նման ենք մենք իրար։ Երեխեք, այսօր ինչքան բան բարձեցիք իրար մասին։ Երկուստ էլ վանիլային պաղպաղակ եք սիրում, նռան հյութ, երկուսից սիրած մուլտֆիլմն են Վինի Թուխն է։ Լավ դե պատահականություններ է, տենց որ խորանանք շատ կհամընկնի։ Ահա, ես էլ եմ դրանք սիրում, բացի Վինի Թուխից, որ նայում եմ այդ մուլտֆիլմը, քոնից ստանում եմ։ Ինքը հաստատ Թոմի Ջերին է փոքր ժամանակ սիրել։ Չէ, ջրահարց։ Ամեն օր մտնում էի լոգարան, ոտքերս դնում էի ջրի մեջ ու սպասում էի, որ պետք է ջրահարց տանի։ Նույնիսկ նկարներ ունեմ դրանից, բայց մոռացա, նկարները թողել են Արցախում։ Էրիկ, իսկ դու փոքր ժամանակվանից նկարներ չունես, բեր նայենք։ Օրինակ մամաս ինձ գիտեք ինչքան է նկարել, որ գաք մեր տուն ցույց կտամ։ Ունեմ ոնց չունեմ։ Ուղղակի չեմ հիշում, որ ֆլեշկայի մեջ է։ Հիմա գնամ փորձեմ գտնեմ։ Եթե հիմա չգտնեմ, մյուս հանդիպմանը անպայման կնայենք։ Եթե կավա սուրճ ուզեք։ Հա, ես էլ։ Հերիկ ջան, չէիր ասել, որ հյուրեր ունենք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հա, մամ ջան, միանգամից որոշեցինք ու եկանք։ Ես ես տանեմ Ֆրեհան։ Դիր տեղը։ Մենք տանը սպասուհի ունենք, կգա կանի։ Ու հետո չեմ սիրում օտար մարդկանց իմ խոհանոցում։ Էդ դու քանի գլխանի ես, որ ինձ հակաճառում ես, այ լակոտ։ Ես թվում է չէի նկատելու, որ հերոստացույցը ծախել ես։ Ուզում ես սախտան մեբելը ծախի։ Մեկը ես քո համար արաղ առնողը չեմ։ Միշո տղա այդ ես եմ ասում, պիտի գնաս։ Ասեցի չեմ գնալ։ Ձենդ կտրի լակոտ։
Մարի ջան, դու մամայի ասածից շատ մի նեղվի։ Ինքը ուղղակի խոհանոցի հարցում շատ խիստ է, էլի, նույնիսկ ես որ ջուրը խմեմ, բաժակը տեղը չդնեմ, պատերազմ է։ Դենց մարդիկ շատ կան։ Հա, օրինակ իմ մաման չի թողնում մենք խոհանոց ընդհանրապես մտնենք։ Ինչքան է շատ գործ լինի, մեկը ինքը պետք է անի։ Չէ, իմ մաման տենց չի երեխեք ջան։ Մեր տանը գալիս են ամեն ինչ անում են, հավաքում են, ուղղակի պետք է ամեն ինչ իդեալական լինի, էլի։ Երեխեք, իսկ նկատում եք որ այստեղ եմ։ Նույնիսկ տպավորությունն ոնց որ մարդ չկա այստեղ կանգնած։ Ես պարզապես չէի ուզում, որ մեզնից հետո կեղտոտ մնա։ Ինչևէ, արդեն ուշ է, ես գնամ մամաս ջան հանգստանա։ Մարի ջան, սպասի։ Ուզում էինք փոքր ժամանակվա վիդեոներն ու նկարները նայենք։ Սպասի, բոլորիդ հետո տուն կճանապարհեմ։ Ես չեմ կարող, մյուսները թող մնան։ Ես էլ կգամ Մարի։ Հա, ես էլ։ Դե որ տենցա բոլորս գնանք։ Դե ինչ անեմ, Վարդին զանգեմ ուրեմն։ Չէ, պետք չի, մենք կգնանք, դու մնա 10 րոպե տեղի։ Շուշի ջան, որ ասում եմ սպասեք Վարդին զանգեմ, ուրեմն հաստատ պետք չի երկրորդ անգամ կրկնեմ, չէ։ Էրիկ, Շուշին ճիշտ է ասում, մենք մենակ եկարանք գնանք։ Մարի ջան, ես ձեզ բոլորիդ կճանապարհեմ։ Վերարկուները հագեք, մինչև մեքենան պատրաստ լինի։ Հաջողություն։ Հեռախոսները դուք մի մոռացեք, էլի, վայ։ Ցտեսություն։ Թող ձեռս, դու ով ես, արա, ինչ գործ ունես տեղ։ Ասում եմ, թող ձեռս, թողատնում ես թող ձեռս, խուլ ես չես լսում։ Մյուս անգամ չհամարձակվես տղուտ վրա ձեր բարձացնես։ Դու ով եղար, որ ինձ ասես, ես իմ տան մեջ ինձ ոնց պահեմ իմ տղու հետ։ Արա Միշո, ես դու ես կանչես նրանց, հա։ Հորդ վրա մարդ ես բերում։ Թեք եմ քո անաղու հաց մարդ ասողին։ Թող ձեռս, քո հետը չես լսում, թող ցավացնում ես, խուլ ես։ Լավ, մի հատ հանգստացի։ Թող ձեռս ասում եմ։ Ռադեղ եք իմ տնից, դու էլ երկուսով էլ ռադեղ եք։ Մայոր Շահնազարյան, իրոք կարիք չկա էլի ոչ մի բանի։ Ամեն ինչ նորմալ է։ Ինչն է նորմալ։ Սա նորմալ է, Միքայել։ Ոչ մի բանն էլ նորմալ չէ։ Ոնց չեք ամաչում։ Չնայած ինչ եք հասկանում, որ ամաչեք, դուք իմ այն վիճակում չեք, բայց երբ սթափվեք, շատ եք զղջալու ձեր պահվածքի համար։ Դու ինչի համար է։ Ոչ մի բանի համար չէ փոշմանելու։ Այս լակոտնով եղավ, որ ես իրան բան ասեմ ինձ հակաճառի։ Գտամ գլուխը գջարդեմ, սկի աղ չեմ անի։ Դրեք։ Ինչպես չեք ամաչում, ինչպես կարելի է որդու վրա ձեռք բարձրացնել, այն էլ նման որդու վրա։ Փոխանակ թևութիկունք լինեք։ Կյանքը հեշտացնեք մի քիչ ձեր տղայի, հակառակն եք անում։ Դե հերիքար գլխից լոլո կարդաս։ Իմ տղենա ինչ ուզեմ կանեմ, հորիշինը չի։ Եկա մարդ ես, դու մինչև հիմա չես հասկացել, որ ոչ մի երեխու վրա չի կարելի ձեռ բարձրացնել։ Քոնը լինի, թե ուրիշինը։ Տիկին Արաքշացյան, խնդրում եմ, իրոք ոչնչի կարիք չկա։ Ես պապայի հետ կխոսամ, ամեն ինչ կպարզենք, էլի։ Միքայել, ոչ մի պարագայում մենք թույլ չենք տա, որ դու այս պայմաններում շարունակես ապրել։ Անուշ, Միքայելի հետ ինձ մեքենայի մեջ սպասեք։ Ես ոչ մի տեղ չեմ գնա։ Միքայել, խնդրում եմ արանից ոնց ասում եմ։ Մի քանի բառ պապայիդ հետ կխոսամ, կիջնեմ կմիանամ ձեզ։ Գնացեք Անուշ։ Գնացեք, բոլորդ է գնացեք։ Օդը մաքրեք։ Վաղը մերիկ մորիցդ բրծավ, կեզդից էլ կբրծնեմ հանգիստ կապրեն։ Մորս մասին տենց մի խոսա։ Ինչ դու ինչ մերդ։ Արի Միքայել գնացինք։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Չնայած
Ինչ էլ ասեմ, մեկ այդ մեռած ուղեղի բջիջներին չի հասնելու, բայց մի բան հիշի։ Այս ամեն ինչը ես sense չեմ թողելու։ Ու հանկարծ մտքովդ չանցնի, որ Միքայելը անօգնական ու ոչ մեկին պետք չի։ Հələ դու այդ իմ տղունից դից ես պաշտպանում։ Հա, քո տղուն այդ քեզնից է պետք պաշտպանել։ Ու եթե պետք լինի, ուրիշներից է կպաշտպանեմ, ու այդ տղու գլխից մաշ չի պակասելու, պարզ է։ Ու այդ ինչ պետք է անես, հա։ Լուրջ ուզում ես իմանաս, այսպես շարունակի մաշկիդ վրա կզգաս։ Այս տղեն վախեցողը չի, թողը նարա։ Լուրջ ես ասում։ Ուրեմն իմացի, որ քո նման թուլամորտ այսպես չվախեցողներն են, որ լակում են ու իրանցից թույլերի վրա ինքնահաստատվում են։ Այ քո տղուն է հալալ, որ այդ տարիքում գնում աշխատում է, տուն է պահում ու քո նմանին այս ամեն ինչից հետո պաշտպանում է։ Ու նույնիսկ այս վիճակում չի թողնում, արա, որ քո նմանը խայտառակվի ուրիշների աչքի առաջ։ Ուշադիր տղուդ հետևի ու հասկացի ուժեղը ոնց է լինում։ Ես ձեր մարդասովի, հարամ չի ներարա, ես ու վիճրակ։ Արի նստի մեքենա ցուկ տա չմրսես։ Ոնց իմացա, որ այստեղ եմ լինելու։ Դե քո համար ինչ տարբերություն, կարևորը ժամանակին եկա հասա։ Քեզ էլ մենակ խմած մարդու ձեռից դժվար կլիներ սերեփում ազատել։ Հետո կարար քեզ էլ վնասեր։ Բայց ամեն դեպքում ոնց իմացա, որ գալու եմ։ Դե մամադ զանգեց, ասեց, որ գալու ես այստեղ ու խնդրեց, որ ես էլ գամ։ Պարզ է։ Այ հիմա հասկանում եմ, ոնց այդպես հանգիստ թողեց։ Դե արի գնացինք։ Ոնց ես։ Չմտածես, ամեն ինչ լավ է լինելու։ Դու կարող եք արդեն գնել ես Բարսելոնա տունել։ Բացառվում է Միքայել, քանի հայրդ այս վիճակում է, մեկ չեն կարող թույլ տալ, որ վերադառնաս տուն։ Դու կգաս ինձ հետ մեր տուն։ Տիկին Արևշեցյան բացառված այդպես բան չի կարող։ Միքայել, լավ կլինի Տիկին Արևշատյանին լսես։ Այս պարագայում ես ամենալավ լուծումն է։ Մայոր Շահնազարյան, ես իմ հորը ոնց ես վիճակով թողեմ գնամ։ Դու մի անհանգստացի, իր այդ ոչ մի բան չի լինի։ Ու եթե Տիկին Արևշատյանի տուն չես ուզում գնալ, մեծ սիրով հրավիրում եմ իմ տուն։ Պարոն Շահնազարյան, չէ՞ էլի ես գնում եմ տուն մի խոսքով։ Բացառվում է։ Դու կգաս մեր տուն։ Գոնե Էրիկենս տուն գնամ։ Ոչ։ Ես շատ լավ գիտեմ, դու շատ արագ հայտնվելու ես տանը։ Այնպես որ չենք քննարկում։ Բան խնդրում եմ մեզ մեր տուն տար։ Նստեք։ Անուշ։ Տա՞ր։ Ինչ ա եղել, անհանգիստ ես, հեչ քո նման չես։ Մամայիդ համար եմ անհանգիստ։
Մամային ինչ ա եղել տատի։ Մի վախեցիր, մամայիդ հետ ամեն ինչ նորմալ է, համենայն դեպս հույս ունեմ։ Միշոյին ստուն ա գնացել։ Միշո հենց։ Միշո հետ ամեն ինչ կարգին ա, նորմալ ա Միշոն։ Նորմալ է, երևի։ Տատի նորմալ բան չես ասում, հասկանամ։ Արի, հանգիստ նստիր պատմեմ։ Բալես։ Քո սիրած թխվածքից եմ պատվիրել, վերեմ ուտես։ Չէ, չեմ ուզում։ Բա ինչ ես ուզում։ Ուզում եմ, որ աչուձախ մարդկանց չնեղացնես։ Այս ինչ նորություններ։ Հետ ո՞նց ես խոսում հետուս։ Հա դու ո՞նց ես խոսում Մարիի հետ։ Քույրս 1000-ից մեկ մեր տուն էր եկել, հենց խոսացիր, էլ երբեք չի գա։ Քույրս։ Այդ որ օրվանից հորդ ապորինի աղջիկը քեզ քույր դարձավ։ Մարին ապորինի չի, ու ինքը իմ քույրն է։ Անկախ քո, պապայի կամ Արարշատյանի հարաբերություններից։ Չհամարձակվես պաշտպանել Էրիկ։ Մամ, անկեղծ քեզ չեմ հասկանում։ Մարին քեզ ինչ ա արել, որ տենց տանել չես կարող այդ երեխուն։ Արարշատյանին հա էլ ինչ որտեղ կհասկանում, բայց Մարին ոչ մի բան քեզ չի արել։ Էրիկ ջան, այսօր որ հայրդ կողքից չի, դրա մեղավորը մենակ Մարին է։ Մարին ոչ մի բանում մեղավոր չի։ Պապան միշտ իմ կողքն է եղել, երեսա տվեին, սիրել է, հիմա էլ է ինձ աջակցում։ Էրիկ ջան, քանի պապիկիդ փողերը կար, քեզ երես տալն ու աջակցելը շատ հեշտ էր։ Իսկ հիմա հայրդ նույնիսկ ինքն իրեն չի կարող ապահովել, ու մնաց քեզ աջակցի։ Անկախ ամեն ինչից։ Մարին նույնիսկ զրկված է եղել պապային ներկայությունից։ Դրա մեղավորը ես չեմ։ Ոչ էլ Մարին է։ Աղա ջան, կլինի դու բոլորին չպաշտպանես, հա։ Մարին լավն է, Արևշատյանը լավն է, հերդ լավն է, մենակ ես եմ վատը։ Շարունակի, ճիշտ ես անում, բոլորին պաշտպանի։ Հա, ու պաշտպանելու եմ, որովհետև քո համար բոլորը վատն են։ Բացի ինձնից ու պապիկից, ինչ որ մեկը կա, որ քո համար ինչ որ նշանակություն ունի։ Էրիկ, քիչ փիլիսոփայի։ Նայ քեզ ինչ եմ ասում։ Ես այդ Մարի չեղածին դպրոցում հազիվ եմ հանդուրժում։ Ուրեմն նենց արա, որ ես դպրոցից դուրս դրա մասին չլսեմ, առավել եւս չտեսնեմ։ Դե սրանից հետո Մարին ոչ թողելու եմ նեղացնես, ոչ էլ վիրավորես։ Դու շատ փոքր ես, որ ինչ որ բանից թողնես կամ չթողնես։ Ես արդեն մեծ եմ, մամ, ու ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Հասկանում եմ նաև, որ դու քո սխալը երբեք չես ուզում ընդունես։ Ես գնացի։ Ուր։ Դուրս մաքուրոտ շնչելու։ Այս ժամին տնից դուրս չգաս։ Եթե ուզում ես տանը մնամ, նենց պայմաններ ստեղծի, որ տնից չփախնեմ։ Էրիկ։ Կզանգեմ։ Քան ես մեծացել, որ արդեն սենց ես խոսում, հա։ Ում պատճառով է տզրուկի։ Վայ, ոնց եմ զուզվում։ Ալո, պապ։ Ասա մերնեմ ջանիդ։ Հարմար է խոսես։ Տղես բա այդ հարցավը դու տալիս ես, ասա տեսնեմ ինչ ա եղել։ Չէ, բան չի եղել։ Ուղղակի ասացի տենեմ, եթե ազատ ես, իրար տենենք։ Էրիկ ջան, ասա որտեղ ես, ես հենց հիմա կգամ հետևիցդ։ Մեր տնից մի քիչ ներքև եմ։ Մի 10 րոպեից կհասնես։ Միքայել ջան, արի չներվես հանգած։ Քեզ գա ինչպես կտանալ։ Համեցիր։ Բայց ես իզուր համաձայնեցի պիտի չգայի։ Միքայել, եթե մի անգամ էլ դրա մասին խոսես, համել ես քո դասղեկն եմ, չէ՞, ինչ ասեմ, խելոք պետք է կատարես։ Տանը մարդ չկա, մենք արդեն տանն ենք։ Մամ, Միշոյին տեսար ո՞նց էր։ Ամեն ինչ նորմալ կլինի։ Ուզում եի ասեի ամեն ինչ նորմալ է։ Միքայել, հաստատ բոլորս քաղցած ենք։ Մարի թրի խոհանոց սեղան գցիր, հիմա գալիս ենք։ Ճիշտ ասած ես սովոր չեմ։ Բայց ես եմ շատ քաղցած։ Բայց մինչ դա արևս խնդրում եմ դեղադու փոփեր, Միքայելի վիրակապը փոխենք։ Ահա
Պապ, Հաջան։ ինձ կպատմես ինչի բաժանվեցիր Արևշատյանից։ Ես վաղը կխոսեմ հայրիկիդ հետ։ Իսկ ըստ ձեզ այդ ինչ-որ բան է փոխելու։ Ամեն դեպքում պետք է փորձել։ Պատկերացնում ես Միշայի դեմքը, որ իմանա Մարիդ ընկնում ես հայոցի համար։ Ան հայոցի համար չէ, հայոցի պատրվակով, ես Մարիի համար։ Մեր ներները մի ամեն ինչ արել էր։ Մենակ իր վրա է ափսոսում շանձակը։ Այսօր այս հարավոր գիշեր։ Մոլодец։ Ապրես, փոխվել, մինչև վերջ։